Ողջույն ձեզ սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ բոլորդ։ Ավարտել է յետք թագավորներու 4-րդ գրքի ընթերցանությունը, Աստուծո ողորմությամբ եւ առաջնորդությամբ այսօրվնե կսկսեմ ձեզի ընթերցել մնացորդներուն առաջին գիրքը։ 5 դագարանի մնացորդներուն առաջին եւ երկրորդ գիրքերը նախապես որպես մեկ ամբողջություն կներկայանային եւ այսօր ալ հրեական աստվածաշունչի մեջ անոնք իբրև մեկ ամբողջություն կներկայանան սակայն հունարեն 70-ից թարգմանության ժամանակ թարգմանիչները առանցին բաժնեցին մնացորդներու այս գիրքերը եւ այդպիսով ալ քրիստոնեական եկեղեցու մեջ այս գիրքերը իբրև առանցին գիրքեր գտնվին այս երկու գիրքերուն հեղինակները անծանոթ է մեզի բայց մեծ հավանականությամբ անիկա Ղևդացի քահանամն է աստվածաբանը որովհետև իր ամբողջ գետրոնացումը Աստուծո իշխանության վրա է հրյա ժողովրդին վրա եւ առաջին մնացորդած գրքի մեջ կտեսնենք թե ինչպես գսկսի պատմությունը Աթամեն մինչև Աբրահամ, Աբրահամեն մինչև Հակոբ, Հակոբեն մինչև Դավիթ։ Հետևաբար առաջին մնացորդած գրքի մեջ շատ արագ կերպով այս ամբողջ անցյալի պատմությունը պիտի ներկայացնե հեղինակը ծննդաբանական ցանկերու մեջ են։ Առաջին 9 գլուխները պիտի տեսնենք որ սիրելիներ ցանկ են ծննդաբանության ցանկ են ապա 10-րդ գլուխը գսկսի Սավուղ առաջին թագավորին մահով եւ ապա 10-րդ գլուխեն մինչև ավարտը 29-րդ գլուխը գբատմե Դավիթ թագավորի մասին Ղևդացի քահանա այս հեղինակը Դավիթ թագավորը կներկայացնե որպես Աստուծո ընտրյալ թագավոր որպես օրհնյալ թագավոր Դավիթի կյանքեն անշուշտ շատ մանրամասնություններ գզեղչե որոնք կգարտանք թագավորներու գրքին մեջ սակայն գլխավորապես կգետրոնանա այն բանին վրա որ Դավիթ ինք ուխտի դաբանակը Երուսաղեմ բերավ այնտեղ դժբախտաբար սխալը կործեց Դավիթ Աստուծո աչքին երբ մարտահամար կատարեց սակայն գշեշտե նաև հեղինակը թե ինչպես Դավիթ պատրաստություն տեսավ դաջարի շինարարության հագարականոր որ ինչեր որ պիտի սարքեր դաջարը այլ իր որդին Սողոմոնը սակայն Դավիթն էր որ ամեն պատրաստությունները տեսավ եւ նաև վերակազմակերպեց ու վերահաստատեց դաջարին ծառայող բոլոր գարքերը քահանաներ, տբիրներ, երաժիշտներ, թռնաբաններ եւ այլն Երկրորդ մնացորդացի ժամանակ պիտի տեսնենք որ պիտի խոսի հեղինակը Դավիթի զավգին Սողոմոնի մասին եւ ապա Հութայի թագավորության գարկմը թագավորներու մասին Սիրելիներ այս գիրքը անով կարևոր է որ ցույց կտա թե Աստված ինքն է ճշմարիտ առաջնորդը եւ ղեկավարը Աստված ինքն է թագավորը եւ այն երկրի ղեկավարները որոնք Աստուծո երկյուղը ճունին եւ Աստուծո օրենքներով չեն առաջնորդվիր ապա անոնք պիտի գործվին վերջնականապես իսկ այն ղեկավարները որոնք Աստուծո օրենքներով կշարժին անոնք կնկատվին որպես ճշմարիտ հայրենասերներ աղոթենք որ Աստված այսօր Աստվածաբաշտ ղեկավարներ մեզի տա որովհետև անոր այն ղեկավարը որ Աստվածաբաշտ է անիգա գրնա ճշմարիտ հայրենասերը լալ որովհետև Աստված որ վեր է հայրենիքեն վեր է ամեն տեսակ արժեքները ինք ամենամեծ արժեքն է ամենամեծ սրբությունն է
Եթե մարդ գիտե հարգել Աստված, Աստուծո երկյուղ ունենալ իր սրտի մեջ, այդ բարակային է, որ մարդ հայրենասեր կդառնա, ընտանիք կսիրե եւ նաեւ մարդկությունը կսիրե։ Եկեք միասին անցնենք սիրելներ ընթերցանության։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներուն առաջին գիրքը։ Առաջին գլուխ։ Աթամեն Աբրահամ։ Աթամ Սեթ Ենովս Գայնան Մաղայղել Հարետ Ենովք Մաթուսաղա Ղամեկ Նոյ Սեմ Քամ ու Հապետ։ Հապետի որդիներն էին Քոմեր, Մակոկ, Մաթայ, Հավան, Թոփել, Մոսոկ ու Թիրաս։ Քոմերի որդիները Ասկանազ, Ռիփաթ ու Թորքոմա։ Հավանի որդիները Եղիսա, Թարսիս, Գիդացիներն ու Թոթացիները։ Քամի որդիներն էին Քուշ, Մեստրեմ, Փութ ու Կանան։ Քուշի որդիները Սափա, Եվիլա, Սափաթա, Ռեկմա ու Սեպետակա։ Ռեկմայի որդիները Շափա ու Թեթան։ Քուշ ծնավ Նեփրովթը, որը սկսավ երկրի վրա զորավորը լալ։ Մեստրեմ ծնավ Ղութացիները, Անամացիները, Ղափացիները, Նեպտուկացիները, Բաթուրեստացիները, Քասխուկակացիները, Ուրգե Սերաձեն Փղշտացիները եւ Գաբթորացիները։ Կանան ծնավ իր անդրանիկը Սիթոնը, նաեւ Քեդը, Հեպուսացին, Ամորհացին, Կերկեսացին, Խևացին, Արուգեցին, Ասենացին, Արվաթացին, Սամարացին եւ Ամաթացին։ Սեմի որդիներն էին Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղութ, Արամ, Հուս, Հուլ, Քաթեր ու Մոսոկ։ Արփաքսադ ծնավ Սաղան եւ Սաղատ ծնավ Եփերը։ Եփերի երկու որդի ծնավ։ Մեկուն անունը Փաղեգ էր, քանի որ երկիրը անոր օրերը բաժնվեցավ եւ անոր եղբոր անունը Հեգդան էր։ Հեգդան ծնավ Եղմովթաթը, Սաղապը, Ասարմոթը, Հարակը, Աթորամը, Ուզալը, Թեգրան, Քեփաղը, Ափիմեելը, Շափան, Վոփիրը, Եվիլան ու Հոփափը։ Ասոնք բոլորը Հեգդանի որդիներն էին։ Սեմ, Արփաքսադ, Սաղա, Եփեր, Փաղեգ, Ռաքավ, Սերուկ, Նաքովր, Թարա, Աբրամ, այսինքն Աբրահամ։ Իսրայելի զարմը։ Աբրահամի որդիներն էին Իսահակ ու Իսմայել։ Հավասիկ անոնց ծնունդները։ Իսմայելի անդրանիկը Նափիոտ, հետո Գեթար, Աթփեել, Մապսամ, Մասմա, Թումա, Մասսե, Քոթաթ, Թեմա, Հեդուր, Նափես ու Գեթմա։ Ասոնք էին Իսմայելի որդիները։ Աբրահամի հաջին Քեդուրայի որդիները անձնավ Զեմրանը, Հեքսանը, Մաթանը, Մաթյանը, Հեսպոգը ու Սովեն։ Հեքսանի որդիներն էին Շափա ու Թեթան։ Մաթյանի որդիները Քեփա, Ափեր, Ենովք, Ափիթա ու Ելթակա։ Ասոնք բոլորը Քեդուրայի որդիներն էին։ Եսավի զարմը։ Աբրահամ ծնավ Իսահակը։ Իսահակի որդիներն էին Եսավ ու Իսրայել։ Եսավի որդիները Եղիփազ, Ռաքվել, Հեուս, Հեգրոմ ու Գորխ։ Եղիփազի որդիները Թեման, Օմար, Սեփոյ, Քոթամ, Գենեզ, Թամնա եւ Ամաղեգ։ Ռաքվելի որդիները Նահատ, Զարա, Սամմա ու Մեզա։ Եդոմի նախկին բնակիչները։ Սեերի որդիներն էին Ղոդան, Սոփաղ, Սեփեկոն, Անա, Թիսոն, Եսեր եւ Թիսան։ Ղոդանի որդիները Քորի,
ու Հեմամ, Թամնա Ղոդանի քույրներ։ Սոփաղի որդիներն էին Քաղվան, Մանաքաթ, Քեփաղ, Սեփոյ եւ Օնամ։ Սեփեկոնի որդիները Այա ու Անա։ Անայի որդին Թիսոն եւ Թիսոնի որդիները Ամրան, Եսպան, Հետրան ու Քարան։ Եսերի որդիները Փաղան, Զաավան ու Հագան։ Թիսանի որդիները Հուս եւ Արան։ Ետոմի թագավորները։ Ահավասիկային թագավորները, որ Ետոմի երկրի մեջ թագավորեցին, Իսրայելի որդիներու վրա թագավորիմը թագավորել են առաջ։ Փիովրի որդին Փաղա, որուն քաղաքին անունը Թեննապա էր։ Փաղա մեռավ եւ անոր դեղ Փոստրացի Զարայի որդին Հոփապ թագավորեց։ Հոփապ մեռավ ու անոր դեղ Թեմանացիներու երկրեն Հուսամ թագավորեց։ Հուսամ մեռավ եւ անոր դեղ Փաթաթի որդին Աթաթ թագավորեց, որ Մովապի դաշտին մեջ Մատյանացիները զարգավ։ Անոր քաղաքին անունը Ավիթ էր։ Աթաթ մեռավ ու անոր դեղ Մասրեգացի Սամաղա թագավորեց։ Սամաղա մեռավ եւ անոր դեղ Քեդին Քովի Ռոփովտեն եղող Սավուղը թագավորեց։ Սավուղ մեռավ ու անոր դեղ Ակոփորի որդին Փահաղ Անան թագավորեց։ Փահաղ Անան մեռավ եւ անոր դեղ Աթաթ թագավորեց, որուն քաղաքին անունը Փոքով էր։ Անոր գնոջ անունը Մեդափեել էր, որ Մեզահապի աղջիկին Մադրեթի աղջիկն էր։ Աթաթ ալ մեռավ։ Ետոմի բեդերն էին Թամնաբեդ, Քաղվաբեդ, Հեթաթբեդ, Ողիփամաբեդ, Էլաբեդ, Փինոնբեդ, Գենեզբեդ, Թեմամբեդ, Մաբզարբեդ, Մակեթեելբեդ, Իրամբեդ։ Ասոնք էին Ետոմի բեդերը։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։